Ես այսօր Armenpress-ի սրահ եմ եկել լավ լուրով, այն է 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե մենք համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Մենք դրան դեռ կանդրադառնանք, իսկ ասեմ, որ առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30-ն է, երևի թե իմաստ ունի այդ կադրը ցույց տալ։ Այդ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ և 22-ը տարատեսակ ճնշումներ են, դրանք կարող են լինել սպառնալիքներ, դրանք կարող են լինել Facebook-յան ուրեմն վիրավորանքներ, զրպարտություն և այլն և այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները, որոնք որ այդ եռամսյակի ընթացքում արձանագրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, դրանք 8-ն են և դրանցից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել և այս առումով իհարկե բավականին մտահոգիչ է այդ փաստը։ Պետք է ասել, որ եռամսյակի ընթացքում նաև ավելացել են դատական գործերի քանակը, այսինքն կարելի է այսպես ձևակերպել, որ այդ ինտենսիվ հոսքը ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների նոր դատական հայցերի պահպանվել է և դա նույնպես կարելի է համեմատել նախորդ տարվա հետ, իսկ այստեղ ուրեմն այն թվերն են, որոնք որ ես ներկայացրեցի, եթե համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ և ֆիզիկական բռնությունների առումով, և տարատեսակ ճնշումների առումով, և հատկապես տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով շեշտակի, հատկապես այդ երրորդ կատեգորիայով, շեշտակի նվազում է արձանագրվել և… Եթե կարելի է թվերը կբարձրաձայնեք, որտեղ… Կրկին, ուրեմն ֆիզիկական բռնությունները այս եռամսյակի ընթացքում եղել է մեկը, նույն ժամանակաշրջանում անցած տարվա 2-ն էր, տարատեսակ ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ այս եռամսյակում 22-ն էր, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 25-ն էին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը 7 խախտում այս եռամսյակի ընթացքում ենք արձանագրել և 29-ը անցած տարվա առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն այս թվերը վկայում են բավականին այսպես մեծ տարբերության մասին և իսկապես այս առումով մենք կարող ենք ասել, որ 2026 թվականի առաջին եռամսյակը բավականին հարաբերական հանգիստ է եղել, անդորր է եղել։ Հիմա անցնենք երևի մյուս սլայդին, դա հասմիկ մյուս սլայդը խնդրում եմ, դա դատական գործերի քանակն է, առաջին եռամսյակի ընթացքում, ինչպես արդեն ասացի, 14 նոր դատական հայց է ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, նույն ժամանակահատվածում անցած տարվա 13-ն էին, այսինքն մոտավորապես նույն քանակի է և եթե մենք սա համեմատում ենք նաև անցած տարվա այլ եռամսյակների հետ, տեսնում ենք, որ այդ ինտենսիվությունը մեծ հաշվով պահպանվում է և դա մնում է խնդիր, եթե մենք այս 17 հայցերը ավելի մասնավոր դրանց անդրադառնանք, էլի ըստ կատեգորիաների բաժանենք, ապա դրանցից համարյա կեսը 6-ը պաշտոնյաների կողմից է ներկայացված, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից են, 2-ը լրագրողների, այսինքն այստեղ լրագրողները ընդդեմ լրագրողների են հայցեր ներկայացրել, 1-ը ընդդիմադիր գործչի կողմից է և 3-ը քաղաքացիների
ընդ որում այդ 3 քաղաքացիներից 2-ը ընդդիմադիր գործչի փոխկապակցված անձինք են։ Ինչ է զրպարտություն է։ Բոլոր դատական գործերը վիրավորանք եւ կամ զրպարտություն են, ի տարբերություն նախորդ տարվա, երբ բացի վիրավորանքի եւ զրպարտության հիմքով ներկայացրած հայցերը նաեւ կային այլ տեսակի, ասենք հեղինակային իրավունքի հետ կապված հայցեր մի քանիսկ կային, այս տարի բոլորը անխտիր վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Ինչպես ես ասացի, ֆիզիկական բռնության դեպքը մեկն է եղել եւ դա տեղի է ունեցել խորհրդարանում, երբ բավականին այսպես վիճահարույց հիմնավորումներով հավատարմագրումից զրկված լրագրողին ուրեմն անվտանգության ծառայության աշխատակիցների ուժի գործադրմամբ հեռացրեցին խորհրդարանից, դա մինչև հիմա լրագրողական համայնքի ներսում էլ տարաբնույթ բանավեճերի դեպք է տալիս, բայց մենք այս առիթով ի սկզբանե հայտարարությամբ ենք հանդես եկել եւ այսպես կասկածի ենք ենթարկել հիմնավորվածությունը առ այն, որ այդ լրագրողը ուրեմն հավատարմագրումից զրկվել էր եւ կարծում ենք, որ այս առնչությամբ դեռ այսպես մենք ուշադիր կհետևենք զարգացումներին, հատկապես որ այդ լրագրողը առաջին ատյանի դատարանում այդ որոշումը վիճարկելիս հաջողության է հասել։ Ուրեմն հետարքիր դիտարկում եղավ այս երամսյակի ընթացքում, դիտարկող երամսյակի ընթացքում, ուրեմն նախկինում հարուցված քրեական գործերը, որոնք առնչվում են լրագրողների եւ օպերատորների հանդեպ ֆիզիկական բռնություններին, ուրեմն կա 9 դեպք, երբ որևէ հանգուցալուծում դեռ չի ստացել գործը, թեպետ քրեական հետապնդումը, ասենք, կարող է հարուցված լինել դեռ 22 թվականին, այսինքն հիմա տեղաշարժ չկա եւ մենք շարունակում ենք հետևել այդ բոլոր ուրեմն գործերին եւ հարցումներ ենք ուղարկում մասնավորապես դատախազություն, իրավապահ մարմիններ եւ առայժմ այսպես պատասխանը բավականին անորոշ է, որ շարունակվում է քննությունը գործի, տեսնենք թե ինչքան կշարունակվի եւ դիտարկման ծանրաբեռնվածությունն է պատճառը, թե ինչ որ միտում եք տեսնում։ Ես կարծում եմ, որ եւ նա կան դեպքեր, երբ իսկապես ծանրաբեռնվածությունն է պատճառը, կան դեպքեր, որ զգացվում է հովանավորչությունը եւ այս առումով իհարկե մտահոգություն ունենք, շարունակում ենք ուշադիր հետևել այդ ընթացքին եւ հանրությանը կտեղեկացնենք նորություն լինելուն պես։